Բարևի սիրելիներս, ինչպես եք։ Հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ուրեմն արթնացա եւ ես հիշեցի, որ ես բավականին գործեր ունեմ դրսի հետ կապված եւ իմ մազերը որոշել եմ մի հատ փորձեմ, ասեք ինչ եմ անում։ Ինչ եմ անում, սիրելիներս, վերցրել եմ իմ այս հրաշքը, ոչ շատ թանկ, երեխեք նենց գիտեք, երբ որ մի բան ես գնում, բավականին գին ես տալի մտածելով, որ դա պրոֆեսիոնալ է, եւ հետո գտնում ես մի բան, որը ավելի մատչելի է եւ ավելի լավ է անում, անկախ քեզանից վատ ես զգում։ Ուրեմն ասեմ ձեզ, որ որոշեցի մազերս մի հատ ուղղացնեմ, ասեք հնչու, ասեմ ինչու, որովհետեւ ժողովուրդ ջան, որովհետև անդադ բնազով նայում եմ հեռախոսին, որովհետև կտրել եմ մազերս ու չեմ ուղղացրել, որ տեսնեմ, որ մասերն է երկար ու կարճ։ Ուղղակի հետաքրքրության համար մի հատ ուղղացնեմ, չգիտեմ, ուղղացնեմ, թե sense գանգուր թողնեմ, մտածում եմ, ուղղացնեմ լավ։ Ու որոշել եմ բանը, մի հատ ուղղակի մակիաժ։ Երեխեք ջան, այն օրը ինձ գնացել էի այդ վայ ինքիս վրա եղավ։ Գնացել էի ուրեմն պարֆումերիայի խանութ, Մարիոնո, եւ ընդհանրապես շատ եմ հարցրել, գիտեմ, որ շատ մակիոզներ կան, որոնք որ դուք որ անում եք այդ գուբկայով, սպունգով, կամ անում եք բանով այդ անչա, դուք ասեք, չոտկա այդ բանով էլի, պենսոյով չոտկա են ասում, չէ՞, կամ սրանով։ Ուրեմն այդ աղջիկը բավականին մեծ փորձ ունեցող աղջիկ էր։ Ասեցի, ունեմ էպոս, ճիշտ ասած ուզում էի գնեի մի հատ, ասես ճանաչում էր ինձ, ճիշտ ասած, գիտեր, որ ես էլ եմ կոմերսի մեջ, նենց չէ, որ են կան է, որ խափում են։ Ուրեմն լսեք, ձեզ ինչ եմ ասում։ Նրանք ովքեր տարիքները իմ տարիքին են, եւ մենք ունենք ասենք կնճիրային մազ եւ այլն, երեխեք ամենալավը ասեց այդ աղջիկը ձեռքերն է, որովհետեւ նրանք ովքեր դες տպտպացնում են, դրանք ոչինչ չունեն փակելու, դրանք այն երիտասարդ աղջիկներն են։ Ուրեմն ընդամենը այս Իվ Սեն Լորանի մի պուճուրիկ ասենք անում եմ ու ինքը գիտեք ոնց է, ինքը կրեմ չի, որ ասենց բան անում է, գաչ չի։ Ուրեմն մազերիս տակը տեսա, որ բավականին imperfection կար, այսինքն կտրել էի, բայց քանի որ իմ մազերը գանգուր է, էլ եմ դες ասում երեխեք, դժվար է, գանգուր ժամանակ եմ կտրել, իսկ սենց ուղիղ հիմա ես ֆենում եմ, տեսեք չափս ինչքան եմ կտրել։ Ցանկացա մի քիչ թարմացնել, հիմա ես տեսնեմ հələ ուղիղ ինչ ձև կլինի, եթե ուղիղ վատ եղավ երեխեք ջան, ուրեմն նորից կլվանամ գլուխս եւ կխուճուճանամ։ Երեխեք հնարավոր չէ, այստեղ մի հատ բան պիտի վերցնես հանդիպում ամրագրես, տարիներ պիտի տևի։ Դրա համար ջղայնացա կտրեցի մազերս։ Հիմա ես մի հատ նորից էլի հատիկ այսպես ուղղացնում եմ երեխեք ջան։ Ժողովուրդ ջան, նայեք, տեսեք ինչքան կտրեցի մազերս նորից։ Ուրեմն ասեմ ձեզ, ես ընդհանրապես որ մեկ ջղայնանում եմ եւ ամրագրելու տեղ չկա, ինչ եմ անում։ Ես ինքս եմ կտրում մազերս։ Նախ մազերս կանգուր է, դաժե որ տրտիկ-մրտիկ է լինում, ոչինչ։ Հիմա ես այն կտրեցի եւ ճիշտ ասած, որ սկսեցի ուղղացնել, զգացի, որ մի քանի տենց բան տեղեր կային։ Հիմա էլ տենց ուղիղ չի, բայց ոչինչ։ Ասեմ ձեզ, որ այն օր իմ տղան ինձ ասեց՝ «Մամ, խնդրում եմ, էլի մազերդ էլ չուղղացնես»։ Բայց ուրիշ վայրան չունեի այսօր սիրելիներս, պետք է ուղղացնեի, որպեսզի տեսնեի իմ մազերի բանը, այդ չափսը։ Հիմա ես այս չափսը կտրեցի կարճ, մազակը երկար է, ինչ ասեցիք ժողովուրդ ջան։ Մազերս հիմա մեջտեղից, դե կարող եմ այսպես էլ անել, կարող եմ այսպես էլ անել, նենց չի որ միայն կողքի, կարող եմ այսպես էլ аնել կողքի վրա, բայց ավելի ճիշտ, ավելի ինձ դուր է գալի ուղիղ մազը մեջտեղից, ավելի մոդեռն է։ Հիմա այսպես, քանի որ մազերս գանգրությունից հետո մի անգամից որ այդ լիս եմ անում, ինքը լիցքավորվում է այս դիմացը, այսպես անեմ, թող մի քիչ նստի, վալա։ Ինձ թվում է լավ է, արդեն։ Ճիշտ ասած կցանկանայի մի հատ
բալզամ կսեի մազերից նոր կտրեի, որովհետև այդ ժամանակ ավելի է։ Այ այստեղ մի հատ մաս տեսա երկարոտ։ Այ այսինքն եմ կտրում երեխեք ջան, մեկ էլ տեսնում եմ, օպ, մի հատ է պուջուրիկ մազիկ։ Հիմա լավ վարսավիները տծից աղանին վրա, ոչինչ, ծրտիկ մրտիկ ա լինում, բայց ոչինչ, լինում է ոնց որ դեգրադե, էլի, աստիճանաբար։ Վալա, հիմա այս չափսը, եթե ես լավ կտրեցի, գիտեք երեխեք, պատկերացրեք, ես հիմա վախենում եմ, որ գանգրացնեմ, մազերս այսինքն կբարձրանա վերև, բայց ոչինչ։ Եթե ամեն օր ես թրջեմ իմ մազերը, մի ամսից հետո երկարում է այն էլ ինչ արագության վրա։ Չգիտեմ, այսօր լիալուսին է, թե լիալուսին չի, բայց երբ որ լիալուսին է լինում, որ թուխին օգտագործեմ, լիալուսնի ժամանակ, սիրելիներս, մազերը երկարում է ավելի։ Երկարում։ Սա դնեմ իմ Լիաննայի տված նվերը և մատանիներս։ Ուրեմն, որ ամեն ինչ իր տեղում այրեխեք, ենքան եք հեշտացնում ձեր գործը, շատ։ Են որ իմ լավ կլիենտներից, ընկերուի չի կլիենտ, եկեր էր մեր տուն, որ բաներ են այր, շոր են այր, բա եկավ անայդ մի բան խնդրեմ էլի, ես նկատել եմ ասում մի անգամ, որ դու բացեցիր, խոհանոց եկա, հետևիցս եկա խոհանոց, սուրճ էի անում, որպեսզի չմներ, ասեցի եթե սարի սուրճ տնեմ, ամեն ինչ բացեցիր իր տեղն է, ես ասում խոհանոցս պիտի փոխեմ, քան կցանկանամ, որ ինձ ցույց տաս, ոնց կարելի է անել։ Մտքից մեջ ճիշտ ասած ծիծաղեցի, ասեցի դարել եմ մտում քիչ շորերի, հիմա դիզայն։ Բայց ինչքան քառակուսի մետր, վերջը ցույց տվեց իր պլանը, արդեն նկարած իր խոհանոցը, եւ բավականին թանկ խոհանոց էր, որովհետև իրանք հատուկ քյուզինիստների մոտից էին վերցրել, բայց հիմա պիտի դարակներն անեմ ու իր խոհանոցի բանով ցույց տվեց, որ ինքը որտեղ է իր գազը, որտեղ է իր պլիտան եւ այլն։ Ասես խնդրում եմ նենց անենք, որ ռացիոնալ։ Ճիշտ ասած երեխեք, որ նոր ես անում, հազարես փոխում ես, որովհետև չի տեղանում։ Մեկ ասում ես, չէ, այստեղ լավ չի, այստեղ լավ չի։ Ես արդեն քանի որ գիտեի ոնց է, նենց արեցի ռացիոնալ, որ ինքը շատ չշարժվի։ Այսինքն, եթե մատուցումը absent տեղ, եթե այդ բաները, այդ անմիջա փայտից այդ գտալները եւ այլն գտնում անտեղ, որտեղ խառնում ես, ամեն ինչը նենց ռացիոնալ ձևով ու քանի հատ է պետք, 80-ը, 60-ը քանի հատ է պետք այդ բաների, այս ինչ են ասում, այս հանունքների եւ այլն։ Ես նկատել եմ երեխեք, մեր լավագույն շատ գեղեցիկ տներ եւ այլ լավ բլոգերներ կան, որոնք որ իրոք շատ լավ տներ ունեն, լավ
որ սկսում են ջուրջաշ պատրաստել, նկատել եմ, ձեռքների տնկում են, ուդելից են վերցնում, սենց բացում են հանկարծակի տեսնում ես լրիվ խառը բան, ինչի եք եք բարդացնում ձեր գործը, եթե դուք այդքան գումար ունեք, դες լավ տներ եք գնել, կարող եք ձեր խոհանոցին ասես լրիվ հանեք թափեք, եթե չկան սենց այսպիսի դարակներ, այս է, և գնաք ինչ ասեմ, մարդիկ մտածում են, որ խոհանոց են գնում, պիտի լինի 20,000, 30,000-անոց, երեխեք, ես իմ խոհանոցը սա երկրորդն, առաջինը, որ նոր եկանք IKEA-ից, ես ինքս նկարում եմ, IKEA-ի սայթի վրա կա հատուկ տեղ պլանն է, որը որ դու ինքդ նկարում ես, հետո գնում ես, ամրագրում ես հենց IKEA-ում, նրանք ովքեր չգիտեն, հեռախոսով, կամ ինտերնետով ամրագրում ես, որ մեկը կա, որ նստած են այդտեղ, ու իրանք դու տալիս ես քո պլանը, իրանք նայում են, արդեն իրանք ճիշտ ձևով չափսերն անում են, նկարում են, ու լրիվ համարներով, ամեն ինչով դու իջնում ես ներքև ու ներքևից ըստ համարների վերցնում ես։ Բայց ես տենց չարեցի, քանի որ ես ապրում եմ հեռու, ես ասեցի ամեն ինչը նորմալ է, տարատվեցի, փողը մուծեցի եւ ասեցի կուղարկեք կբերեք իմ տուն։ Ու ամեն բերելուց ես լրիվ կարդում էի, լրիվ գրած էր համարակալված, որ լրիվ տեղն է, թեկուզ մի բան էլ պակաս լինի, իրանք բերում են։ Եթե չեմ սխալվում, լիվրեզոնը, այդ բանը, այդ բերելը, տրանսպորտը, ինչքան տվեցի տրանսպորտին, քանի որ ես այդքան հեռու չեմ, 2 ժամ է մեր մոտից այդ քաղաքը, ինչքան տվեցի, բայց այդքան մեծ գումարներ չէր համապատասխանություն։ Ուրեմն ժողովուրդ ջան, ասեմ ձեզ չեմ թաքցնում, ուշադիր նայեք իմ խոհանոցը։ Ուշադիր նայեք իմ խոհանոցը։ Ամբողջը բարձր գամայի տեխնիկա եւ ամբողջ կան տեխնիկաներ, որ գնել եմ մեր մոտի քաղաքի խանութից, որպեսզի աշխատացնեն մեր փոքրիկ կոմերսներին, դա երեխեք ջան, իմ համար, մեր համար շատ կարևոր է, նաև որովհետև կարող եմ ես գնալ ուրիշ խանութից, բացառությամբ սառնարանից, որ իրանց ոչ չկար, գնել եմ բուլանժեից, եւ սա ես փոխել ենք մենք կովիդի ժամանակ, այսինքն 20 թվականին ամբողջ տրանսպորտը ամբողջ խանութներն իմ համար էին աշխատում։ Ուրեմն սա բուլանժեից, ապարատը կոֆեի բուլանժեից բերում էին երկրորդ օրը, հենց պատվերի տալի երկրորդ օրը բերում էին։ Մնացածը չէ, ուրեմն այս ամբողջ խոհանոցը սա ես եմ նկարել, այսինքն սա միակ բանը, որ երկար սպասեցինք, այս պլանտը թխավային էր սա, որը որ մի քիչ թանկ, որ ասեմ կծիծաղակ, թանկ էր համեմատած սրան։ Ուրեմն IKEA-ում 39,49 եվրո, 39 եթե չեմ սխալվում, 39 եթե չեմ սխալվում, 1.50-ն է, 1.50, չէ, 1.80-ը, 49-ը, 2-ը, քանիսը, ոչ չեմ կարող ասեմ, այդ գներն են պատկերացրեք։ Ուրեմն ամբողջ խոհանոցը ես նկարեցի, առաջին խոհանոցս էժան էր, որտեղ դա 2009 թվականին էր, 2008։ Սա մի քիչ ավելի թանկ եղավ, բայց թանկը այսինքն խոհանոցը իմ վրա նստեց ամբողջ այս ապարատուրաներով 6,000։ Եվ IKEA-ի լավը նա է, որ ասեմ նրանք ովքեր չգիտեն, ովքեր ապրում են արտասահմանյան յուրաքանչյուր երկրում եւ չեք օգտվել, IKEA-ն, եթե դուք ունեք աշխատավարձ, այսինքն նորմալ աշխատող եք, որտեղ ձեզանից թուղթ են պահանջում, դուք կարող եք 12-24 անգամով մուծել, կարծեմ եթե չեմ սխալվում, ինչ որ չափս կա, որ տոկոս չեք տալիս, մնացածից հետո փոքրիկ չնչին տոկոս, ոնց եք ասում Հայաստանում, ոնց եք ասում, ապարիկ։ Եվ նաև բուլանժե 4 անգամով անում եւ այլն, բայց եթե ունեք գումար, մարդիկ կան, օրինակ շատ դեպքում ինձ ձեռ է տալի, որ մի անգամից հավաքում ես ու ինքդ էկոնոմիա ես անում եւ գնում ես։ Հիմա ասեմ ձեզ, ես այս ամեն ինչը իր դարակներով ամեն ինչով։ Եթե վերցնենք արդեն այդ մեջի այդ էպիսների, աթոռների եւ այլն, մի 6500 եվրո, ամբողջը պատվիրված է ինտերնետով։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Խոհանոց դաժի 10,000 կամ 20,000։ Կարող է դուք խոհանոցի վրա հելնում եք այս սրավը ու սկսում եք թռնել։ Եթե ասեմ ձեզ մի հատ ճշմարտություն, ես արդար մարդ եմ ճշմարիտ։ Եթե Անահիտին դիմանում է IKEA-ն, լսել եք Անահիտի չխկոծողկոցը, ուրեմն ինքը սալիդի բան է, երեխեք ջան։ Մեր Հայաստանում էլ են բացել, բայց վատ ունենա, որ մեր Հայաստանի փոքրիկ արհեստավորների գործը կարող է խփի։ Բայց ես չգիտեմ IKEA-ն Հայաստանում էժան է, թե թանկ է։ Համենայն դեպս գիտեք ոնց սա կարող է յուրաքանչյուր մարդ հավաքի։ Երբ որ իմ եղբայրը, իմ քրոջս ամուսինս այդքան ներվեր չունի, բայց ամեն ինչ կարող անում անել,
իրանք հավաքեցին Սուսաննայի ամուսինը եւ իմ եղբայրն ամբողջ խոհանոցը, մեր ամբողջ խոհանոցը էլեկտրական, իմ բանը այդ սանհանգույց էր, որ փոխեցինք ամուսնուս հետ, դե Հակոբը աղբերս ամեն ինչից գաղափար ունի, մեղրեն դրա կյանքին, պապայիս նմանը, ամեն ինչից։ Ինչ ասեմ, գալիս է կոնդիցիոները պետք է գա մամայի մոտ, տնի գնա, ինքը այդպես բան չկա, որ ինքը ասի չեմ կարող, չկա։ Դրա համար ասեմ դες մեր հայ ժողովուրդը շատ խելոք են եւ շատ ձեռքից շնորհքով են։ Որ տեսնում եք ձեր բյուջեն քիչ է, գնացեք IKEA, կարող եք անգամ պետական շենքերում ապրում եք, թեկուզ աշրերներում, ասեմ ձեզ, պետական շենքեր են, որ ձեզ տվել են, որ ուզում եք ձեզ խոհանոցը մի քիչ վերանորոգեք, մի գնացեք բյուտ, կոնֆորամա եւ այլն, գնացեք այդ մի հատ սրանից գնում եք, այս ասեմ 80, նա հաշվում եք, տեսնում եք ձեզ ինչքան է պետք, մի հատ սրանից գնում եք, կա որ ինքը անկաստխաբլ է, այսինքն մտցնում եք մեջը մի անգամից այս տիպի, կա որ պոզ է, այդ պոզեի վրա, որ մի անգամից ինքը իրանով, ոտքերով դնում եք ու դառնում է ձեր խոհանոցը սկսում եք ավելի հարմարավետ դարձնել։ Սա իմ խորհուրդը ձեզ սիրելիներս։ Գնացիք շատ խոսացի, գնացիք բյուրո, որտեղ գործել եմ բյուրոյում։ Ուրեմն նոր էդ էի նայում, մազերս իմ դիմացի մասը չի երկարում։ Չի երկարում, չգիտեմ ինչու։ Երևի մի հատ գնամ յուղ կա առնեմ այդ յուղից և սկսեմ յուղ կսել մազերից, որպեսզի ինքը այս դիվանի կտորը իմ դուրս չի գալիս։ Մի հատ ջուր ալինում, լաքայ անում։ Բարի լույս սիրելիներս, ահա եւ մեր հրաշալի աշնան եղանակը։ Մինչև իմ մյուս քաղաք գնալը, այսենց պավարոդներ են եւ ամբողջությամբ մառախուղ։ Սա մեր սեզոնը սկսեց արդեն։ Մեջտեղով է գնում։ Մեր սեզոնը սկսեց արդեն մառախուղային սեզոնը, բավականին դժվար է մեքենա վարելը, մանավանդ որ աբսոլյուտման չես տեսադաշտ չունես եւ այստեղից մի 50 մետրի վրա մենք չենք տեսնում անգամ տունը։ Բայց քանի որ դու ճանապարհները ճանաչում ես, մոտավորապես ռեֆլեքսով քշում ես, վարում ես մեքենան։ Ահա եւ սա էլ մեր հրաշալի աշունը սիրելիներս։ Գնալով ինչքան վարում ես մեքենան, մոտեկանում ես այս քաղաքին, այնքան մառախուղը շատանում է եւ դա ավելի անտեսանելի է դարձնում։ Տեսնում եք։ Մառախուղ, անձրև, ես կուրտկա վերցրել եմ, հա։ Եվ այս ամենը հոկտեմբերի, այսօր մեր մոտ հոկտեմբերի, քանիսն է? Հոկտեմբերի 4-ն է սիրելիներս եւ այս վլոգը դուք դիտում եք նոյեմբերի մեջ։ Ինչքան մոտիկանում ենք այդ քաղաքին, այնքան տեսադաշտը ավելի պակասում է։ Ու պրիտոմ նայեք, տեսեք երեխեք, այստեղ չկա ոչ մի սպիտակ գիծ չկա, որ մեջտեղով, որ դու իմանաս ուր ես գնում։ Դրա համար ինչ ենք անում, վերցնում ենք խոտի կողմը եւ ըստ դրա ուղղությամբ թեքվում ենք։ Եվ սա ամբողջ մեր տարին մինչև գարուն մեր այս մասերը մառախուղ է
Եվ ձերանայի տիչկան այս կողմեր շատ ավելի կարի, քան այն մյուս կողմի վրա։ Տեսնում եք։ Ընկերուհիս զանգել էր այսօր, պիտի գնայի մի հատ իրանց տուն, հետ գալուց, գործից հետ գալուց։ Ասում եմ, հա դե լավ, ժամերը 15 պակաս դուրս գամ, ասում եմ, ինչ ես խոսում, դու տեսել ես մեր մոտ ինչ մառախուղ, ասում եմ, շուտ մի քիչ դուրս արի։ Չտասած մեր մոտ է կար մառախուղ, բայց ցենց խիտ չէր։ Սա է ձեր Անահիտի կյանքը, առօրյան սիրելիներս։ Այն օրը մեկը մի բան էր ասել, ինձ գրել։ Ես ուրախ եմ, որ դուք այդքան բանը հասկանում եք եւ տեսնում եք եւ ընկալում եք եւ շատ շնորհակալ եմ դրա համար։ Մի բան պատմեմ, լավ ծիծաղացեք։ Իհարկե իմ համար էր ծիծաղալու չէր, որովհետեւ ամբողջ գիշեր ես մտածում եմ թե առավոտյան ոնց եմ արթնանալու։ Ինչպես տեսակ այն բլոգի մեջ, մազերս ես կտրել էի գանգուր բանով, այդ գանգրահեր ձևով, երբ որ մազերդ գանգուր է, դու չես զգում, որ ծուրմուր բաներ կան, հետո որոշեցի, որպեսզի մի հատ հարթուկեմ այդ բանով, այդ ապարատով, ուղղացնեմ մազերս եւ տեսնեմ, թե ոնց է տարբերություն եւ տեսա, որ բավականին ահավոր ծուրտիկ-մուրտիկ էի կտրել։ Եվ նորից էլի վերցեցի, հատիկ վերցեցի եւ վերջում նկատեցի, որ բավականին կարճացել է ուղիղ։ Եվ անընդհատ մտածում եմ, հիմա պետք է մազերս լվանամ եւ կգանգրանա կբարձրանա, ահավոր վատ։ Երեք տղաս զանգեց այն մոմենտի, որ ուղղացրել է, մամա, մազերդ էլ չուղղացնես, չես ասում, ոնց որ ստրոգի ասում, խիստ դասատուներից լինես։ Չէ, տղա ջան, ասեց, ուղղակի կտրել էի, այսօր ամբողջ 3 գիշեր ես մտածում եմ առավոտը ոնց եմ արթնանալու, մազերս կարճ է լինելու։ Գիտեք, սկզբից դենց վատ եղա, բայց հետո մտածեցի, որ չէ լավ Անահիտ, ասեցի, մազա էլի կաճի, այսօր Կարլան էր զանգել, ասում եմ, Անահիտ, շատ սիրուն է, հանկարծ չնեղվես։ Ասում եմ, լավ է էլի, որ մարդիկ սիրում են քեզ թեկուզ խաբելու համար։ Ինչ եք կարծում, ժողովուրդ ջան, ոնց է մազերս այս չափսը, չնայած պիտի երկարի, բայց դա ամեն դեպքում մի քիչ թարմացրեցի։ Գնացինք, լավ երեխեք, իջնում եմ խանութ։ Գատ մեր մոտի եղանակ գնայք, ժողովուրդ ջան։ Սա է, մեր սեզոնը բացվեց մառախուղների։ Իսկ իմ սիրելի Կարլիտան նոր խոսացի իր հետ, իր մամայի հետ, տերասում նստած, մայկայով, պլեչիկներով սուրճ էին խմում իրանց մոտ, իրանց քաղաքում։ Տարբերությունը, էլի։ Տարբերությունը, ոնց որ Անգլիայում ապրեմ։ Ահա սիրելիներս, եկեք ավարտեմ իմ բլոգը այս հրաշալի աշտանային եղանակով։ Ասեմ ձեզ, որ շատ լավ տեղ հասա, ամեն ինչը նորմալ էր, ես սովորել եմ արդեն 30 տարի այս եղանակներին մեքենա վարել, իհարկե ահավոր դժվար է նրանց համար, ովքեր չգիտեն ճանապարհները, մանավանդ ամբողջ ճանապարհներին պավարոտներ են եւ տեսանելիություն չկար։ Սիրելիներս, հուսով եմ, որ ձեզ դուր եկավ բլոգս, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է եւ հուսով եմ, որ ամենակարևորը ձեր առողջությունը եւ ցանկանում եմ ձեզ իհարկե առողջ լինեք, առողջ կյանքում դա է ամենակարևորը։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ եւ ինչպես միշտ սիրելիներս, ասում ձեզ պակա։